Բաքվի վերաքննիչում շարունակում են հայ գերիների բողոքների քննությունը, ադրբեջանական զնդաններում ապօրինաբար կալանված հայերը մեծ ակնկալիքներ չունեն Ալիևյան ենթակայության եւ ոչ մի դատական ատյանից, պարզապես սա միջազգային դատարաններ տանող միակ ճանապարհն է։ Նշեմ, որ այդ դատական գործընթացը ուղղված չէ միայն այս 15 հոգու դեմ, այլ հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի դեմ է, քանի որ ըստ մեղադրանքի եւ դատավճիռի այն սկսվում է անցյալ դարի սկզբներից։ Ընդ որում, թե ինչու են հայերը 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտվել, թե ինչու է Ալիևի դատարանն իրենց մեղավոր ճանաչել, Բաքվի վերաքննիչ հասած գերիները չգիտեն, առաջին ատյանի վճիռները չեն տեսել։ Վճռի առկայությունը ամենակարևոր գործոններից է, որպեսզի անձը իմանա կոնկրետ իրեն ինչի համար են դատապարտել, ինչի հիման վրա, այսինքն ինչ ապացույցների հիման վրա, որպեսզի կարողանա դա պատշաճ բողոքարկի։ Այսինքն վճռի չտրամադրելը դա արդար դատաքննության եւ բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է։ Սա իրականում շարունակությունն է, այսինքն իրենք ձև են անում, որ ինչ որ ընդհանրակարգերի են հետևում, նախատեսված է վերաքննիչ բողոքի քննում անում են, բայց ըստ էության բովանդակային իմաստով սա իրավունքի իրացում չէ, այլ ձևականություն է։ Հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության համար Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը ձեռքում պինդ պահող Բաքուն բարի դրացիության խաղ է խաղում, խոսում Հայաստանի հետ սահմանին արդեն իսկ հաստատված փաստացի խաղաղության մասին, մինչդեռ հայ փորձագետների գնահատմամբ ստեղծված իրավիճակն աբսուրդային է, 19 հայ-ադրբեջանական բանտում է, ուրեմն ճաղերի մյուս կողմում կալանված է նաև հենց խաղաղությունը, նշում են մասնագետները։ Դե խաղաղության կոնցեպտի մեջ չի նաև, որ կան երկրներից մեկում պահվում են գերիներ, քաղաքացիականներ, բարձրաստիճան ղեկավարներ, հետևաբար այո, սա խոսում է նրա մասին, որ ինստիտուցիոնալ խաղաղություն չի հաստատել, որքան էլ դրա մասին երկուստեք խոսում են։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերը փորձում են այժմ ճշտել պաշտոնական Երևանի դիրքորոշումը նրանց դեմ դրված Ադրբեջանի քրեական օրենսդրության մի շարք հոդվածների հետ կապված, որոնք փաստավորապես Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրում են 2020 թվականի 44-օրյա պատերազմը պլանավորելու եւ վարելու մեջ։ Սա էլ այն դեպքում, երբ տեղի ունեցածը աշխարհի բաց աչքին էր։ Միջազգային հանրությունը տեսել է, Արցախի հայ ժողովրդի վրա հարձակվել է ադրբեջանական կողմը։ Նկատելի է, որ Հայաստանի իշխանությունները, գործող իշխանությունները այս մասով մատը մատին չեն տալիս եւ որ իրավական ոչ մի պրոցես որպես այդպեսին չեն գեներացնում, ունենալով լուրջ գործիքակազմ եւ մեխանիզմներ։ Բաքվում էլ ինչպես գերիներն են ընտանիքների հետ զրույցներում ձևակերպում, չեն զգում Հայաստանի շունչը, սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունից շարունակ պնդում են, թե գերիների ազատ արձակման հարցը հնարավոր ու անհնար բոլոր բանակցություններում առաջ են բերում։ Եթե չի լուծվել հարցը, դա ինչ նշանակում է, դա նշանակում է, որ համաձայնություն չկա։ Դա ոչ թե նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում հարցը, այլ նշանակում է, որ չկա համաձայնություն, ըմբռնում։ Փորձագիտական համայնքում սակայն կարծում են, որ հայ գերիների ազատության հարցին Փաշինյանի կառավարությունը հրատապություն չի տալիս, որպեսզի չշիկանա Բաքվի հետ երկխոսությունը, որն այնպես չէ, թե արդեն բոլոր հարցերը պարզել է։ Չի կարող դա լինել խաղաղության խանգարող հանգամանք, ընդհակառակը դա խաղաղությանը օժանդակող, խաղաղությանը օգնող շատ կարևոր դրվագ կարող է լինել։ Այն, որ Բաքվում 19 հայերին դատապարտել են բացառապես այն պատճառով, որ հայ են, Հայաստանի կառավարության օգնող ձեռքը լինի, թե ոչ, հայ գերիների պաշտպաններն ապացուցելու են միջազգային դատարաններում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով գանգատն արդեն մարդու իրավունքների եվրոպական ատյանում է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։